7-ին վեր եմ կենում, դե կովերին կթում, կաթը հանձնում, հետո եկանք ներս, սարքեցինք հացը, ես թոնիրը տղաս, որ մի քիչ անառողջ էի մի վաղտ առաջ, տղաս ասեց, փճացնեմ, եսա ջարդ եմ թափեմ, ասի ջարդից թափիր, ես չջարդես չթափես, ես դա պահելու եմ։ Հա, առանց թոնիրի ես ճիշտ է, լավ է, ուրիշներն անում են, հարևաններս անում են, ես մի հարևանս վեճն ինքն էլ է թոնիրով անում, հիմա ինքն էլ մի քիչ անառողջ է, չի անում, թե չի ինքն էլ վեճն է թոնիրով անում, ես չեմ կարա, ես անում եմ, ճիշտ է, գազով էլ եմ անում, որ նեղննում եմ, բայց չեմ կարա ուտեմ, հա, թոնիրի հացն ուրիշ է։ Զուլոյի ղոչաղության մասին գյուղում լեգենդներ են պատմում, դեռ լույսը չբացված ու մութն է, չքաշված արդեն գոմում է, կովերին գթում է սեզոնին, կերն առաջներն է գցում, տակները մաքրում, հետո դռները բացում, ավլում, մաքրում, ամեն ինչ տեղը դնում։ Այդ գործերից պրծած տուն է մտնում, կրակը վառում, հաց սարքում, որ տանը մեծ ու փոքր սոված չմնան։ Դա իր ամենամեծ պարտականությունն է։ Ամեն 10 օրը մեծ տաշտը հանում, խմոր է հունցում, ջուրն ու ալյուրը խառնում, սրտով, հոգով տրորում, վրան խաչ է նկարում ավանդույթի համաձայն ու ծածկում, որ հանգստանա, հետո թոնիրը վառում ու այնքան տաքացնում, կարմրացնում, որ հացը թխվի ու տակ հացի անուշ բույրը գյուղով մեկ լինի։ Բայց գազով կամ էլեկտրականությամբ թխած հացը ասա իսկի Զուլոյի թոնրի հացին կհասնի, թղթի կտորի պես բան, այսօր փափուկ, էգուց արդեն չորացած ու անհամ մի բան։ Իսկ Զուլոյի հացը թե այսօր ուտես, թե վաղը էլի իր համն ու հոտը տեղն է, փորդ էլ ոնց ասում են երկար կուշտ կպահի։ Ես ուրիշ հացիկ թխած, պեչկով թխում եմ, գազով թխում եմ, այդ օրը կերա, չէ, հաջորդ օր չեմ կարող, անպայման սա, ես սովորել եմ ես հաց թխելը մամայիցս, ենա մեծ կինա մեջ տանն այսը վերևնա, ասում է տուր թխեմ, ասում է գնա ռադեղի չեմ թողն, դու փոքր ես, կամած հետո քիչ սովորեցի թխել։ Եկ աստեղ էլի փոքր 20 տարեկան եկել եմ ստեղ, անող չեմ ունեցել, թե արել եմ, սովորել եմ սաղ, ես ինքս իմ բաներով, ուժերով։ Ոչ մեկ չի օգնել, ես էլ քաղաքից եկած էլի ինքը տիկին անումը, հա, ամեն ինչ սովորելու վրա է, որ չարեցինք չենք սովորում, գցում ենք ուրիշների վրա թողանեն։ Էնպես չի, որ Զուլոն իրեն գովում է գյուղի մնացած հարսներին մոռանում, իհարկե չէ, գյուղի հարսները մեկը մեկից ճարպիկ, մեկը մեկից շնորհքով են, ոնց որ հատ ջոկած լինեն, ասում է։ Օй, մեր գյուղի հարսները մեկը մեկից պաշ, մեկը մեկից լավ։ Չենք կարա ասենք մեկը հեսենց, մեկը նենց, եկեք ներս։ Ափսոս իր հարսի հիմա տանը չի, ասում է դարձ է գնացել, այսինքն հորանց տուն հյուր է գնացել։ Առանց իրելի հարսի Զուլոյի աչքին տունը մի տեսակ դատարկ է, երբ հարսը տանն է, խոսք ու զրույցը չի պակասում։ Ինքն էլ հիմա աչքը նրա ճամփին է պահում, թե երբ հետ կգա, որ տունը կենթանություն ստանա, նորից ծիծաղ ու ուրախություն լինի։ Մինչ հարևանուհին փուրն է վառում, Զուլոն թել պանիր է հանում, պատրաստում, որ տաքացի հետ սեղան բացի։ Հիմա կովերը քիչ են կտվում, եղած կաթը ծախում է, բայց մայիսից արդեն պանիր ու ջիլ կսարքի։ Այս պաներից ենք սարքում, հեսա իջացնենք ներքև, հիմա կտեսնենք, քիչ ենք բերում, որ չպճանա, էլի, այս պաներից ենք սարքում, չէ, մենք մեզ համար, մեզ համար սարքում ենք, մեզ համար ձմեռ օգտագործում, ուտում ենք։ Արցնի բնակիչներն էստեղի 90-ականներին հաստատված ջավախահայեր են, որոնք պահում են իրենց ավանդույթները, որոնցից ամենագլխավորը թոնրի մեջ հաց թխելն է։ Այստեղ ամեն տուն թոնիր ունի ու պարտադիր վառում է, բայց մենակ թոնրում հաց թխելու ավանդույթը չէ, որ պահում են այս գյուղում։ Այստեղ մարդիկ իրար թիկունք են, հարսանիք լինի կնունք, ծնունդ, ուրախոր, ամբողջ գյուղը մի մարդու պես հավաքվում է, ձեռքի տալիս օգնում, կիսվում ուրախությամբ։ Թե չէ Աստվածչանի տխրություն լինի, էլի նույն ձևով բոլորն իրար թիկունք են կանգնում, մեկը մյուսի ցավը իր ցավի պես տանում։ Էդ է իրենց ուժը, ասում են միասնական են, իրարով են ապրում, իրարով են պահում գյուղի շունչը։ Օրինակ հենց այսօր Զուլոն իր հացի հետ կգնդի ու կթխի նաև բարեկամ ընտանիքի հացն ու չի զլանա։ Ներքևի թաղից ուղարկել են հունցած խմորը, մնացածը կանի ճարպիկ Զուլոն։ Երեք Սուսանը զանգեցին, հաց թխող կա, ասի ես եմ։ Դե ասեց ես էլ եմ, դե աս դու շուտ շաղի, որ հետո ես շաղեմ։ Էսի մեր հորողբոր հարսինա, մեծ է, իր անդամիկը մեծ է, իր մեջքը ցավում է, ես եմ հիմա քնդում իր հացը,
Մամաս որ յորղաներ թափում, միտակում են ասում, չգիտեմ, բան է անում։ Մամաս դուրս էր գալիս հարևանների մոտ, վազում էի նստում, յորղա մտակ էի սովորեմ։ Սովորեցի դրանով, գողտու ամեն ինչը իմ բանով, իմ խելքով սովորել եմ։ Մեր գյուղի հարսները, մեր գյուղի, չգիտեմ, ես ուրիշ տեղ չգիտեմ, մեր գյուղի հարսները մեկից պաշ։ Ամեն ինչ ձեռքերից գալիս է։ Թեկուզ ջահելներին սաղն էլ նորմալ։ Որ փուչ չեղնի, հացը նորմալ չի լինի, սիրուն չի լինի։ Կլինի վրշնած հաց են, որ ասում են հերեսը բան։ Այսպես համ զրուցում, համ էլ ձեռքի արագ շարժումներով խմորից աչքաչափով մի կտոր կտրում գունդ է սարքում, այնպես շուռումուռ տալիս կլորացնում, որ մարդ չի էլ հասցնում նկատել, թե այդ ոնց արեց, ոնց հասցրեց։ Այսպիսին է Զուլոն, որ ասում է, թե որ գյուղի ճանապարհը լավը լիներ, մի տրանսպորտ էլ աշխատեր, կգնար քաղաք ու այնտեղ հացի փռում էլ կաշխատեր։ Արցնի բնակչությունը քարուքան ճանապարհի պատճառով մեկուսացած է, գյուղացին քաղաք հասնելու համար պետք է 3 կիլոմետրից ավել ճանապարհ գնա, հասնի մոտակա Նորաշեն գյուղ, այնտեղի ավտոբուսով գնա քաղաք, հետո նորից նույն բարդ ճանապարհով վերադառնա գյուղ։ Դրան էլ գումարած ճանապարհների քարուքանդ վիճակը։ Իշխանությունները եկել խոստացել են, թե այս տարի ճանապարհը վերջապես ասֆալտապատվելու է, հավատալ թե չէ դեռ չգիտեն։ Դե մտքում կա, որ այդ պրոյեկտը սարքեն գյուղի ճանապարհները։ Չգիտենք։ 1992-ին այստեղ մոտ 150 ընտանիք էր բնակվում, սակայն տարիների ընթացքում գյուղի բնակչությունը կես է եղել։ Գնացել են տարբեր պատճառներով, կայուն եկամտի բացակայություն, կենցաղային խնդիրներ, խմելու ջրի, գազի, մանկապարտեզի բացակայություն։ Նաև ճանապարհների կարելի է ասել բացակայություն, այնքան որ զարմանում են, որ իրենց գյուղ էս ձմռանորով մեքենա է հասել, հաղթահարել քարուքան ճանապարհը։ Այստեղ չկա խանութ ու սա իսկական աղետ է փոքրացող գյուղի համար, քանի որ տան յուրաքանչյուր կարիքի համար պետք է հիմնականում ոտքով հասնել հարևան գյուղի խանութ, որը բավականին հեռու է, իսկ ձմռանամիսներին այդ չեղած ճանապարհն էլ հիմնականում բքառատ ու գայլերով լեցուն։ Լինում են դեպքեր, որ բքի պատճառով ժամերով դեգերում են դաշտերում չգտնելով գյուղը, բայց այստեղ մարդիկ սերտորեն կապված են միմյանց հետ ու մեկը մյուսին պատրաստ օգնել, պարտքով մի լամբ, մի քիչ աղլուծկի կամ կենցաղում անհրաժեշտ որևէ բան տալ, ամեն մի փոքր բանի համար չես կարող սառնամանիքին ոտքով Նորաշեն հասնել։ Ահա այս մեղմ ասած մռայլ պայմանների համար տղամարդիկ այլ ելք չունենալով գարունը բացվելու հետ գնում են արտագնա աշխատանքի, ամբողջ տնտեսության հոգսն էլ մնում է կանանց ու երեխաների ուսերին։ Սա սրանով ենք ապրում, կատը հանձնում ենք, մեր հոգսերն օգում ենք, դե Ռուսաստանի գալած փողն էլ դե էլի հոգս ունենք, քաղա, ցանելա, վարելա, դե երեխի թև բռնես, չէ, երեխի դոքնես, մինչև երեխեն ինչքան գնակ Ռուսաստան գա։ Ես սա համար մենակ եմ, ես կան գործ, խոտ, անասուն, տուն, մենակ եմ եղել։ Իմ երեխեն Ռուսաստան, ամուսինս Ռուսաստան։ Տղամարդիկ էլ պիտի ունենա զավոտ, տեղնի մի բաներով գնան աշխատեն։ Ստեղից մինչև կալնո գրում 3000 տաքսուն տալիս են, գնան իրանց աշխատանք, իրանց գումար, էյումա պետք, ինչքան է գնում գումար, իրանք էլ ստանան 100,000 կամ 70։ Դրանով տուն պահեն, հոգս պահեն, ինչ անեն։ Լույս, գազ, որ անեն, այդ մի թիքա գումարով։ Տարիներով եկել խոստացել են, թե ճանապարհ էլ կսարքեն, աշխատատեղ էլ կբացեն, ամեն տեսակ խոստումներ էլ լսել են ու սովորաբար ընտրություններից առաջ։ Ոգևորվել է նաև Փաշինյանի հեղափոխության ժամանակ, մանավանդ որ լուր են ստացել, թե Փաշինյանը գյուղերի ճանապարհներ է կառուցում։ Ոգևորվեցին ու սառը ջուր մաղվեց գլուխներին։ Եթե կառուցվել է, ապա այլ տեղերում իրենց գյուղը ինչպես անճանապարհ էր, այնպես էլ անճանապարհ է հիմա։ Հիմա թե Զուլոն, թե բոլոր արցնեցիներն այլևս որևէ խոստման չեն հավատում։ Այդ ամենը չարին գոնե այնպես անեն, որ մի քիչ կաթի գինը բարձրանա։ Արցնիում կով պահողը, կով կթողը, կաթը վաճառողը կանայք ու երեխաներ են։ Այդ իշխանությունները այդ ինչ սրտով են թույլ տալիս, որ մթերողները միմյանց բերանում թքած գինը ցած պահեն ու երեխաների ու կանանց դառը քրտինքով աշխատածը տակովանեն վայելեն։ Բա դրանք խիղճ չունեն։ Զուլոն օրինակ 5 կով ունի մի քանի հորտ ու շատացնելու նպատակ, բայց մեջն ինչ կաթը գին չունի, ոլորտը վերահսկող չկա։ Մայրաքաղաքում 1 լիտր հաճախ կասկածելի ծագման կաթն արժե 1000 դրամ, իրենց անարած կաթը 150 դրամ, որտեղ է տրամաբանությունն ու արդարությունը հարցնում են։ 130 դրամով կաթ էինք հանցում, նորա թանկացել 160 դրամ։ Էդ էլ չգիտեն կմնա թե կնորից կիչացնեն։ Գոնե 200 մինիմում, գոնե 2 լինի, էլի ոչինչ։ Այստեղ մենք 130 դրամով կաթ ինչ է։ Ես թե հունվարի եփ թանգի հայ, թե քեն վերին։
Հունվարից նոր Այդ միսը թանկ չի մեզ որ ասում թե միսը թանկ արի քո միսը թանկ տանեն գալիս են էժանարն մեզ արես տանեն ծախեն թանկ ով է գալիս ասում արեք Պետությունը տեղին պետք է անի թողանի խիչի անի մենք ինչ անենք գյուղացին ինչ անի ասում են թանկացրեն հա դե ամեն ինչն է թանկել դե գյուղացու ոչ մի բանը չի թանկանում ամեն ինչն է նույնքին մնում է դե գոնե այդ մի բան է թանկացնեն բայց այդ էլ չեն թանկացնում է նույնքին տալիս են Մի բան էլ կովը վաճառելն է, մորթելու շուկայում կամ հարևաններին գոնե մի քիչ թանկ վաճառելու իրավունք չկա, բռնեցին շտրաֆ ու տուգանք, դե զուլո աղջիկ արի ու դրանց տակից դուրս արի։ Ու այս գործն էլ դրեցին մթերողների ձեռը, դրա եկամուտներն էլ նրանց գրպանը, իսկ զուլոին մի թուլափայի իր աշխատանքից։ Ասում են Եվրոպա են գնում սննդի անվտանգություն, այ ժողովուրդ նախ երկիրը թող այնքան սարքեն, որ Եվրոպայի նմանվի։ Անօրենք մի մարդու կամքով որոշվող կին ու գյուղացիների հոգին մթերողի ջեբում Եվրոպա կլինի, նախ այդ ամենը արեք, հետո այս մանր-մուներ բաները։ Այսպես խոսում սրտնեղում է Զուլոն, բայց մեջը բան չկա, իրեն լսող չկա, հոգսն էլ թեթևացնող, ասում է ու հացի գնդերը բացում։ Զուլոյի հացը սեփական տաշտի ցորենից է, ամեն տարի պարտադիր ցանկ են անում, հին ավանդույթի համաձայն էլ ցորենն անվարում։ Ահա, էսի սպասի բացեմ, էսի լցել են, որ բանը կռսները չուտեն։ Մռու էսի ցանում են, ցելոֆան փռում են, մռու բիբարն էլ վրան լցնում են, կռսները չեն մոտենում։ Էն էլա ցորեն։ Այս փոքր տղաս ասում է՝ մի ցանի մի տանջվի, թե խիչ տանջվես, որ կարա ձեռու ոտը բռնում է, խիչ տանջվես, խիչ անես։ Պետք է ձեռու ոտը բռնում է, անես, ինչքան կարաս անես։ Իրանց էլ թիգունք լինես երեխեքի, չէ ինքը գնա այդ երկիր աշխատի, մենք էլ այստեղ ծալենք ոտքերներս նստենք։ Զուլոյի թոնդրի կրակը ոնց ասում են արդեն նստել է հացերը գցելու ժամանակն է, գունդը բացում է ու հիշում, որ հին ժամանակներում նորահարսներով հավաքվում էին թոնդրի շուրջ, ասում, խոսում մեկ էլ այնքանային խոսքով լինում, որ հացը ոնց ասում են սմկում էր, վառվում։ Այդպես ամեն բան էլ գլխով անցել է։ Հանում ենք այն վերև հարևան ունենք, նրանց տուն թխում, լցնում ենք կուդ անում, փչացնում, բերում տուն, ալուրները լավը չէր, դե կար վաղ լավ կեղներ կար Բաղրամյան լավ ասում են, մյուս առնում ենք, չգիտենք, նոր ենք եկել խամ, լցնում ենք մեկ էլ կուտ առնում ենք գանք տուն։ Դե ուտում ենք էլի կերանք, գիտես ինչ, ոնց որ առածն է, տենց ցորենին չի լինի։ Ցորենին մի քիչ թույլանում է, գնում է, այտենց, որ հետը չխառնես, կա ցորեն, որ լավ կլինի։ Օրինակ իմ աղբերն աղացել է, լավ է լինում նրանց ալյուրը, բայց մերը մի քիչ թույլանում է։ Ցորենի տեսակից է։ Լավ կա, վատ կա։ Բայց այդ Տնական ուրիշ է, տնական սավսեմ ուրիշ է։ Տոնիդ վառելու օրն առաջներում էլ հիմա էլ գյուղի կանանց համար հավաքվելու ուրախության ու ասել խոսելու օր է։ Ես որ չգնամ հարևանի տուն, սիրտս կտրակի կամ իմ տուն չգան։ Գնում ենք, նստում ենք, խոսում ենք, կոֆե խմում ենք։ Սաղն էլ նորմալ, ամեն ինչն էլ այտենց, ասում եմ, ես մեր գյուղի նման իրար բռնած չկա։ Ամեն մի մանրուկին գյուղացին սաղի հետը կանգնած է։ Մեկի ձեռին մի բան եղնի, վсё, սաղ գյուղով ընդեղ են։ Ստեղ լավ է, հարմարվել ենք, պրոստո ուզում են գնանք, չեն գնամ, ուզում են գնանք, չեն գնամ։ Հացը գցում է ու հիշում մի հին ասացվածքի մասին, թե թխացածից անպայման պիտի հարևանին էլ անցնող դարձողին էլ բաժին հանես։ Ասում են, եթե հաց թխես ու մենակ ուտես, տանը բարիք չի մնա, դրա համար էլ բաժանում են, կիսվում, որ տունը լիքն ու օրհնված լինի։ Թե չէ, ոնց ասում են, տան աղջիկը տանը կմնա, տղային ուզող չի լինի, այսինքն բախտները չի բացվի։ Ասում եկեք կերեք, որ աղջիկ ունենամ, տոնը չմնա, բայց թե ասմունք է էլի էտել, խոտենց չեղավ։ Օրինակ, ինձ աղջիկ չունեմ իմի, ամուսնացած գնացածա, չէ։ Հիմի որ հաց կիսեմ, եկեք հաց կիսեք, աղջիկս տանը չմնա։ Մեծական խոսք է, ասում ենք էլի։ Դրանք ինչ ասում։ Դրանք ընկնում է, թե չէ, ինչ կընկպավ։ Թեժ է, թեժ թոները շատ է թեժ։ Պետք է չխփեի։ Ես բարակ հաց եմ սիրում, հաց չեմ սիրում։ Հայո, լար ջուր տուր։ Առաջին հացը թոնրից տակ-տակ հանում է Զուլոն ու կանչում դրսում նստած հարևաններին ու մորը, 93-ամյա սրբուհի տատին։ Դարել եմ խերթերսնիլ, ամպուն առանց թիր,
Engelem kestam ov gidi hales Megastvade gidi vera darnales Mi kormitsu negav mi yusitsandriev Հաշկը սիցք Այսպես տաքացով ու տնական պանրով հենց թոնդրի մոտ սեղան է բացվում գյուղի կանայք էլ հիշում են հին ու անհոգ օրերը։ Սրբուհի տատը, որ շուտ-շուտ իր ջավախքի տունն է կարոտում, այսպես թոնդրի տաքության կողքին մեկ-մեկ նստում ու ննջում է, հաճախ էլ վեր թռչում ջահել հարսների ծիծաղից։ Այսպես է անցնում արծնեցի կանանց հաց թխելու օրը կատակով, երգով ու ջերմությամբ։ Քաղաքներում գուցե կյանքն ուրիշ է, ավելի հեշտ, ավելի անհոգ, բայց այնտեղ հաստատ չկա այս ջերմությունն ու սերը։ Գյուղում կյանքն ուրիշ է, այստեղ դու ես քո տունը, քո այգին, քո գոմը, քո հոգսը, չանես չես ունենա, այնպես որ գյուղն անող դնողի տեղ է, ասում է Զուլոն։ Ես որ չաշխատեմ, այն հարևանս որ աշխատի, չի ասի բերեմ դու ուտես։ Ձեր ունես, ոտ ունես, աշխատի ապրի։ Իմ հույսի ես մնում։ Կարող է ես քեզ ոչ մի բան չեմ տա։ Նստեմ թե հարևանս երբ մի ձու բերի, մի լիտր կաթ բերի, հա։ Հոգսը դու քո տան հոգսը, քո գործը, քո առօրյան դու արա դու կես։ Ոչ մեկի վրա մունատ մի արի։ Հարևանս ունենա, ես չունենամ։ Պետք է ունենամ, բարի պետք է լինես։ Բարի եղար Աստված կտա։ Զուլոն հացը թոնդրից հանում, կողքի շարում ու հետն էլ զրույցից հետ չի մնում։ Ու թոնդրին ամեն անգամ խոնարհվելու հետ շրշնջում, թող հացն ու բարին բարաքյաթը շատ լինի, թող խաղաղություն լինի, աշխատանք լինի, ճանապարհ լինի, որ մարդ հանգիստ ապրի, որ տղամարդիկ ղարիբության ճանապարհը չբռնեն, ասում ու շարունակում է իր արդար գործը։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։